Դեռ տարիներ առաջ երգիչ Անդրեն բավականին սիրված էր հանրության կողմից, նա համարվում էր ամենացանկալի փեսացուներից մեկը, նրա յուրաքանչյուր երգ կարճ ժամանակում հիթ էր դառնում, նրա յուրաքանչյուր աշխատանք սպասված էր հանրության կողմից, ինչը կարճ ժամանակում սիրվում էր և դառնում յուրաքանչյուր հայի ամենօրյա երգացանկի մասը։ Երգիչ Անդրեն այսօր իր ինստագրամյան հարթակում հրապարակում է արել այդպիսով անկեղծանալով, որ իր «Իմ սերը քեզ» երգը 23 տարեկան է։ «Իմ սերը քեզ» երգը 23 տարեկան է։ Ով ինչ լավ ու հետաքրքիր պատմություն ունի այս երգի հետ կապված, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, և ամենատարբերվող պատմություն ունեցողին սպասվում է անակնկալ, հրապարակմանը կից գրել է երգիչը։ Հավելենք նաև, որ վերջին շրջանում, սակայն երգչի կարիերան այնքան էլ չի հետաքրքրում հանրությանը, փոխարենը առաջին տեղում է երգչի անձնական կյանքը, բաժանումն ու դրա հետագա զարգացումները։ Նշենք, որ օրեր առաջ էլ երգիչ Անդրեի նախկին կինը երգչուհի Անի Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում սկանդալային գրառում է կատարել, այնպիսով ակնարկելով, որ ինքը միայնակ է մեծացնում իր դստերը։ Ահա որ մեծ ուժ է պետք լինել և մայր, և հայր երեխայի համար, բոլոր այն մայրերին, ովքեր ամեն օր ամեն ինչ անում են միայնակ։ Անին թերևս այս իր գրառումով ակնարկում է 3 երգիչ Անդրեի այն հրապարակմանը, որն արել էր վերջինս Հայրերի օրվա առթիվ։ Հիշեցնենք, որ Անդրեն դստեր մասնակցությամբ արխիվային կադրեր էր հրապարակել ու այդպիսով նշել, որ աշխարհում նշվում է Հայրերի օրը։ Զետեղել է արխիվային մի շարք կադրեր, տեսանյութին կից երգիչը գրել է. «Աղջիկս, դու ես պատճառը, որ այսօր իմ տոնն եմ։ Դու միշտ կմնաս իմ փոքրիկ աղջիկը, անկախ տարիներից, հեռավորությունից կամ կյանքի իրադարձություններից։ Քանի դեռ շնչում եմ, կողքիդ եմ»։ Հրապարակմանը կից գրել է Անդրեն, ներկայացնելով դստեր մասին տեսանյութ նրա ծննդյան առաջին օրից մինչ օրս։ Կադրերը առանց մեկնաբանության։ Երգիչ Անդրեի և նրա նախկին կնոջ Անի Օհանյանի մասին հրապարակումները համացանցում չեն դադարում։ Վերջին շրջանում, սակայն, մամուլում առավել շատ հայտնվում են նրանց դստեր Եվայի մասնակցությամբ հրապարակումները, որոնք առավել շատ արվում են փոքրիկի մայրիկի Անիի կողմից։ Հերթական անգամ Անին հրապարակել է կեսգիշերին դստեր կատարումը, որն էլ չի թողել մայրիկին քնել։ Օրեր առաջ էլ ներկայացրել էինք, թե ինչպես էր փոքրիկ Եվան մայրիկի հետ երգում և խաղում։ Շատերն էին ապշած նրա ձայնային հիանալի տվյալներով։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ամենաշատ քննարկվող թեման երգիչ Անդրեի և կնոջ Անի Օհանյանի բաժանման լուրերը, այնուհետև իրադարձությունների սկանդալային զարգացումներն էին։ Կայքերում տարեսկզբին բացառիկ կերպով լուրեր հայտնվեցին, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Այս նյութերից հետո ողջ համացանցն ամիսներ շարունակ քննարկում էր զույգի ամուսնալուծության թեման, մինչ այն պահը, երբ Անին հանդես եկավ սկանդալային հրապարակումով, խոսելով բռնության ենթարկվելու մասին։ Նախքան այս զույգերից ոչ մեկը, ոչ մյուսը չէր խոսում համացանցում ակտիվորեն տարածվող և քննարկվող իրենց ամուսնալուծության մասին լուրերին։ Նշենք, որ Անին հետևյալ գրառումն էր արել. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ,
բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելիներ թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսվեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար։ Բռնությունը չունի արդարացում։ Գրել էր Անի Օհանյանը ինստագրամյան իր էջում։ Սրանից հետո տարատեսակ լուրեր էին պտտվում այն մասին, որ Անին օգտագործում է իր ԱՄՆ-ում գտնվելը, նա ցանկանում է քարկոծել ամուսնուն, ով ժամանել էր Հայաստան և մասնակցում էր Հայ սուպերստար նախագծին որպես ժյուրի։ Շատերը կոչ արեցին Անիին ամուր լինել, հանուն իր դստերը, ամուր կանգնել, շատերն ասացին, որ դեմ են բռնությանը։ Այդ հայտնիներից մեկը Արուս Տիգրանյանն էր, ով խոսեց հետևյալն ասելով. ցանկացած բռնություն չունի արդարացում։ Հայ հայտնիներից շատերը, սակայն, չցանկացան խոսել, ասելով, որ սա ներանձնական թեմա է և իրենք առհասարակ չեն ցանկանում որևէ կերպ անդրադառնալ Անիի և Անդրեի անձնականին։ Դրանից հետո տարատեսակ լուրեր հայտնվեցին համացանցում այն մասին, որ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել երգիչ Անդրեի կնոջ գրառման դեպքի առթիվ։ Նշենք նաև, որ նախքան բաժանումը զույգը չէր հրապարակում դստեր ծնունդից կադրեր։ Որոշ ժամանակ անց, երբ արդեն իսկ դուստրը ծնվել էր, զույգը հրապարակեց հղիության շրջանից լուսանկար, այդպիսով հանրությանն ասելով, որ պատրաստվում են ծնողներ դառնալ։ Սակայն, պարզվում է, նրանք արդեն իսկ լույս աշխարհ էին բերել իրենց փոքրիկին։ Այս ամենի ետևում չգիտես, թե ինչն է կանգնած։ Այնուամենայնիվ մի բան է պարզ. զույգն ամեն կերպ փորձում էր խառնել թվերը։ Թե ինչու, վարկածները տարբեր են։ Շատերն ասում են, որ միգուցե Անին հղի է եղել, երբ նրանք ամուսնացել են, և այդպիսով ցանկանում են կոծկել այդ փաստը։ Շատերը նշում էին, որ Անդրեն թույլ չի տվել, որպեսզի Անին հրապարակի դստեր լուսանկարը։ Խոսակցությունները, վարկածները, կարծիքները համացանցում տարբեր էին։ Տարբեր լուրեր էին պտտվում այն մասին նաև, որ Անդրեն հնարավոր չէր նման քայլի դիմել։ Անդրեն սիրում էր իր կնոջը, սիրում էր դստերը և առհասարակ բռնությունն ու Անդրեն իրարից հեռու երևույթներ էին։